Կողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստծո հոգին մեր վրա թողնա, իմաստություն դա մեզի։ Նախ կուզեմ շնորհավորել Զվարթնոց երգչախումբը արևակալի այս քեեցիկ ներկայացումին համար, շատ քիչ եկեղեցիներ այսպես բազմացային արևակալի երգեցությունը գլսենք, այնպես որ այս զարգացումին համար կշնորհավորենք Թբրաստասը, բարոն Ադուշան Հալաջյանը, հայտնի է որ լավ կորձ գնե եւ Թբրաստասի անդամներն ալ սրտանց կմասնակցին այս նոր ցերնարկներուն։ Այսօր քրիստիան գիրագի է եւ եկեղեցին գուզե որ մենք մտածենք Քրիստոսի քալուստներու վրա, որովհետև Քրիստոս եկած է, Քրիստոս գուքա եւ Քրիստոս պիտի կա։ Հետևաբար մեր փորձառությունը Քրիստոսի հետ այս երեք տարածության մեջ գիրականանա։ Եթե ասենք որ Քրիստոս եկավ, Աստված մարմնացավ, Բեթլեհեմի մեջ գույսան ծնունդ արավ, մեզ համար խաչվեցավ, թաղվեցավ, հարություն արավ, աշակերտներուն 40 օր կենդանի ցույց տվավինք եւ 40-րդ օրը Ստենյաց լերան վրա երկինք համբարձավ, հետո ետ պիտի վերաթարնա։ Ապա մեջտեղ ինչ պիտի լա, այսինքն գավադանք պատմական Քրիստոսին եւ աբակա քալիկ Քրիստոսին։ Եթե այդպես է, ուրեմն մենք պետք չէ քրիստոնյա անվանվենք, չէ Քրիստոս մեզ համար ներկա է, միշտ ներկա է։ Երբ որ Տեր Հիսուս համբարձավ, Աստուծո աջ կողմը համբարձավ։ Այդ ինչ ասել է Աստվածության ամենեն բարձր տեղը մեր մարդկությունը արավ, մարդկային փնությունը բարձրացուց եւ Ետ դարձավ 10 օր հետո Պենտեկոստեով Սուրբ Հոգիի միջոցով, որովհետև ուսած էր ես Սուրբ Հոգին պիտի ուղարկեմ, ան պիտի կա, ինձ մե պիտի առնե, ցեզի պիտի փոխանցե։ Հետևաբար Տեր Հիսուս երկինք համբարնալը հետո մեզի ամենեն մոդիկ եղած վիճակին հասավ։ Աշխարհի վրա երբ որ գքարոզեր, հրաշքներ գկործեր, մի քանի 100 մարդուն հազիվ գհասներ։ Իսկ հիմա Քրիստոս գրնա ասել, որ 2 կամ 3 հոգիմ աննով հավաքվիկ ես հոմ բիդուլա։ Ես նույն եմ 3 այսօր եւ հավիտյան։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս միշտ գուքա։ Բայց մենք պատրաստ ենք Տեր Հիսուս Քրիստոսի թիմավորելու։ Մեկ շաբաթ հետո զարգազարդ է, Տեր Հիսուս Քրիստոսի քալուստն է Երուսաղեմ։ Եվ հոնդե մենք կտեսնենք տարբեր տեսակի մարդիկ, ծափարողներ, իրենց հագուստները փրողներ, զաղիկներ, դվողներ, աղագո մանուկներ, նախանցող փարիսեցիներ եւ անդարբեր բազմությունը։ Այսինքն Դեր Հիսուսի Երուսաղեմ մուտքը ամեն մարդու կողմը նշмарված բան չէր, որովհետև 200,000 մարդ հավաքված էր Զադիգի այդ տոնակատարության, աշխարհի ամեն տեղեն հրյաներ գուքային։ Հետևաբար Հիսուս գուքա, այսօր ալ գուքա Հիսուս, քեզի ալ գուքա, քու վերապերմունքդ ինչպես է իրան։ Մատթեոս 20-րդ գլուխը Տեր Հիսուս Քրիստոսի քանքատներու մասին է, իրեն թիմավորողներու, իրեն թիմավորող հավատացյալներու ուղյալ քանքատներն են։ Գսե որ գեղձավոր փարիսեցիներ, երգերեսներ, ներգված չերեզմաններ, իժերու սերունդ եւ այս բոլորը գխոսի իր ժամանակի հավատացյալներուն
Երբ որ դեր Հիսուս ասիկա գխոսեր այսպես, իրեն ընդունող փարիսեցիներ գային եւ գսեին որ շիտակ գխոսի։ Այս մարդը մեր մասին շիտակ գխոսի, բայց քախնաբես գհետևեին Քրիստոսին։ Եվ անոնցում է մեծակույնը Բողոս Սարակյալը բիդլար ի վերջո։ Հետևաբար դեր Հիսուս մեզի նախ գուքա քննադատելով մեզի կքննադատե աղոթքին արչև երբ որ աղոթքի ադեն երբ որ մենք կգենանք մեր ցերքերը կփանանք Աստուծո մեր աչքերը կդնգենք անոր աներևույթ աչքերուն ամիջապես անիկա մեզի ցույց կտա մեր սխալները որովհետև գուցե մեզի անսխալ դեր Հիսուս սավ ինչպես որ ծեր երկնավոր հայրը գադարյալ է թուքալ եղեք գադարյալ հետևաբար Աստված իր զավակներու գադարյալ ըլլալը գուցե իսկ մենք մեղավոր ըլլալ գուսենք մեղքը արավելություն եւ շահ կսեվենք մեղքը եւ չարությունը փարության պես կդեսնենք հետևաբար մենք շարունակ պետք ունենք քննադատվելու եւ շտկվելու հետևաբար Քրիստոս կուքա որպես մեզի նախ ցույց տա թե մենք ով ենք իր արչևը Աստված ինչպես կնայի մեզի ինչ կդեսնե մեր մեջը մենք մեզ շատ քող կրնանք լալ մենք մեզի հավատացյալ կրնանք սեվել մեր քովը գտնվողները մեզ հավատացյալ կրնան գոչել բայց մենք Աստուծո ճշմարիտ լույսին դակ ով ենք հետևաբար Քրիստոս գուքա մեր խիջերը գարտնցնե ամեն մարդ ամեն հավատացողը որ գրոնքին մեջ ալլա Աստուծո հետ հարաբերություն ունի եւ այս աշխարհի վրա բոլոր մարդոց Աստուծո հետ հարաբերությունը անգադար է գադարյալ հարաբերություն չկա նույնիսկ մարգարեները նույնիսկ արաքյալները այս աշխարհին մեջ Աստուծո հետ գադարյալ հաղորդության մեջ չեն անցած Բողոս Սարակյալն ալգսի հիմա մանուի պես կտեսնենք բուդոր հայելիի պես կտեսնենք երբ որ անքա այնադեն ինչպես որ անքի դեմեզի մենք հալ պիտի գիտնանք իրեն հետևաբար պետք է մենք նախ եւ առաջ հասկանանք որ մեր Աստուծո հանդիպումը Աստուծո հետ փորձառությունը գադարյալ չէ գրնա ավելի անիկա զարքանա երբ որ մենք Աստուծո հետ մեր հարաբերութենեն քոհենք հոնդե մեծ վտանգ կա փարիսեցիները քոհեին իրենց մե այնպես որ փարիսեցին դաջարի մեջ կաղոթեր չէ քոթուն եւ փարկուտամ քեզ Աստվածին ես այս սիրիգաներու պես չեմ ես խապշտագող չեմ ես սդախոս չեմ ես երկու օր ծոմ կփռնեմ ես շահածս 10 օրը գուդամ քեզի ես լավ եմ հավանաբար թունալ երբ որ գնայիս ինձ մե քող կմնաս իսկ Մաքսավորը իր գուսկը գծեցեր եւ գսեր ողորմյա ինձ մեղավորիս եւ Հիսուսը որ այս երկրորդը ավելի մաքրված քնասիր դունը ուրեմն մեր գրոնքի փորձառութենեն քող ըլլալը մեր չնշանակեր որ մենք ամենեն լավ դեղ գտնվենք Աստուծո հետ մեր հարաբերության Չնական արակ մգա գսե որ քեդը մեծ է քեդը շատ մեծ է բայց մուգը միայն իր ստամոքսին չափ կրնա խմել անգե Աստվածալ շատ մեծ է բայց քու փորձառությունը Աստուծո հետ իմ փորձառությունը Աստուծո հետ միայն մեկ գաթիլ է Եվ այդ գաթիլը չափանիշ չէ, թե մարդուն հարաբերություն Աստուծո հետ ինչպես կրնա ալլալ։ Փարի լուրը ժողովող քիրքին մեջ կգտնենք։ Սողոմոն իմաստունը գսե որ Աստված
մարդը ստեղծեց եւ անոր մեջը անհունը դրավ։ Այսինքն մեր մեջը, մեր հոգին մեջ անհուն կա։ Այսինքն Աստուծո անհունը թիմակրավելիք, այդ անհունը մեր մեջը առնելիք մեծությունը դրած է Աստված։ Իրականության մեջ եթե թարգմանենք այս խոսքը սա է, մեր մեջը հավիտենականություն կա։ Այդ ինչպես կբադահի, որովհետև Աստված նախ կուքա մեզի շունչով, իր շունչով եւ այդ շունչը մեր բոլորին մեջը կգենա եւ մեզ մարդ կդարձնի։ Աստված, որ մեր մեջը, մեր բոլոր շարժումներուն, մեր բոլոր մտածումներուն մասնագից կդառնա։ Անոր համար ծնունդոց քիրքին մեջ Աստված գսե որ մարդը չարացավ։ Իմ հոգիս մարդու հոգին հետ այլևս չեմ ուզեր որ շատ պայքարի։ Անոր համար անոր կյանքը պիտի գարջացնի։ Նա 120 տարի կգարջացնի, հետո 70 տարի կգարջացնի։ Ուրեմն մեր մեջը մենք չենք գիտեր, բայց Աստված կա։ Չենք գիտեր, որովհետև դքետ ենք մենք։ Դուք երբ սորվեցաք, որ ուղեղ ունիք, հավանաբար նախագրտարան 4-րդ հասարանին սորվեցաք, որ ուղեղ ունիք։ Երբ սորվեցաք, որ սիրտ ունիք, երբ սորվեցաք, որ փանկրիաս ունիք, հետո սորվեցաք։ Հետևաբար Աստվածաշունչը մեզի գսե որ Աստուծո շունչը ծեր մեջն է։ Երբ կիմանաք ասիգա, երբ որ անոր փորձառությունը կունենաք, երբ որ ծեր մեջը այդ անհունը կտեսնենք, երբ որ Աստված ինքսին կհայտնե ծեր մեջն, եւ պետք է ցկտինք այս հանդիպումին համար։ Աստված մեզի հետ միշտ հանդիպիր գուզե։ Աստված իրեն ուղված սիրո եւ հետաքրքրության հոդ գարնա։ Եվ գնթարաչը, երբ որ անարակ որդին որոշեց տուն վերադառնալ, զղջացած, դխուր, թշվար վիճակին մեջ, գսե Հիսուս հայրը հերույան տեսավ։ Չսպասեց, որ որդին իրեն կա, ինքը վազեց ընթարաչ եւ քրգեց։ Աստված միշտ մեզի գես ճամփուն մեջ կթիմավորե։ Բայց նախ մեզ մեկ ուզե որ այդ քայլն edենք մենք, անարակ որդի այդ քայլն edենք։ Աստված փնտրենք եւ ճշմարտապես Աստված փնտրենք։ Երբ որ մենք կփնտրենք Աստված, կգտնենք Աստված, որովհետև գսե փնտրեցեք եւ պիտի գտնեք, խնդրեցեք պիտի առնեք, թուրը թագեցեք պիտի բացվի ձեզ։ Հետևաբար Աստուծո երթալ, Աստուծո հետ ըլլալ, այս փափակը, այդ ծարավը, այդ անօթությունը մեր ամենեն մեծ ինչպես ենք Աստուծո հետ հանդիպելու կարողությունն է։ Երբ որ գուշտեք, Աստուծո գուշտեք, չեք կրնար։ Հետևաբար Տեր Հիսուսեն եկած առաջին խոսքը մեզի երանի հոգիով աղքատներուն, որովհետև անոնց պիտի լա երկինքի արքայությունը։ Երանի անոնց, որ քաղցն ու ծարավ ունին, անոնք պիտի հագենան։ Հետևաբար մենք մեր ամենեն հզոր, ամենեն զորավոր, ամենեն էական, ամենեն թանկագին ըսկացումը Աստուծո հանդեպ քաղցն ու ծարավ ունենալն է։ Մանուկները, երախաները, դգար արարածները մեծակույն իրենց զորությունը ինչ է, լալն է։ Երբ որ մամա ասելով գանչը, մաման իր բոլոր գործերը գցկե եւ այդ երախային կհասնի։ Հետևաբար մեծակույն զենքը այդ է։
Մերենալ մեծակույն զենքը Աստուծո անունը գանչելն է եւ այդ ծարավը ճշմարտաբես ունենալն է։ Երբ որ գունենանք Աստված գուքա։ Մենք գրնանք չհասկանալ, որ Աստված եկած է։ Որովհետև Աստված մեր հասկանալիք ովևէ բաներեն մեկը չէ։ Հիմա Աստվածաբանությամբ ցեզի բամը պիտի ասեմ, պիտի զարմանաք, բայց շիտակ է։ Աստված ոչինչ է։ Բայց ասիգա եթե քրենք Աստված ոչ ինչ է։ Ինչ ըսված բանը դուք ինչ եք, ես ինչ եմ, այս աթորը ինչ է, այս միկրոֆոնը ինչ է, այս քորքը ինչ է, այս ծառը ինչ է։ Հետևաբար Աստված այդ ինչերեն մեկը չէ։ Աստված ոչ ինչ է։ Հասկացաք, հետևաբար ոչ մեկին չնման էր։ Քու հորը չնման էր։ Շիտակ է Հիսուս սավ հայր մեր որ երգինս ես եւ մորուքով մեկը մենք գուսենք երևակայել, բայց այդ չէ։ Աստված ոչ ինչ է գա, բայց Աստված այս ցևով գտարնա ամեն ինչ։ Հետևաբար մենք ամեն ինչ եղած Աստվածնալ չենք հասկանալ, ոչ ինչ եղած Աստվածնալ չենք հասկանալ։ Բայց երբ որ մենք կգանչենք Աստված գուքա, գտբի, գմխիթարե, քեզի կդարձնե մեզ։ Ժուբիտ կտնե մեր մեջը։ Հետևաբար մենք այնադեն կհասկանանք, որ Աստված եկած է։ Հետևաբար Աստծո հետ հանդիպումը մեզ համար շատ կարևոր է, մեռնել է հետո հետացկելի կորձում չէ։ Այսօր Աստծո հետ պետք է հանդիպենք։ Եկեցի եկանք ինչու համար։ Աստծո հետ հանդիպելու։ Հանդիպեցար Աստծո հետ։ Աստված թվավ քու սիրտիդ մեջ։ Անոր լույսին դակ թուն քեզի աչքի անցուցիր։ Թուն խոսեցար անոր հետ։ Աստված եկավ, բայց ինչպես պիտի կա քեզ Աստված։ Երկու ցուկ իրարու հետ կխոսին եղել, մեկը ասել է որ սա ձով գսեն, ուր է այս ձովը։ Մյուս ցուկը գսե որ անոր մեջ ենք մենք արդեն։ Այս է ձովը։ Չէ գսա, ասիկա չուր է գսա։ Ձովը ուր է։ Իրապես իր փորձածը չուր է, բայց ձովը ուր է։ Երբ որ մենք սրտով մաքրվելու սկսենք, այնադեն կհասկանանք, որ մեր սիրտը մենք եւ Աստված միասնապար կկործածենք։ Բայց քանի որ մաքուր չէ, մեր սիրտը նայած ադեն մենք մեզի կտեսնենք միայն։ Բայց երբ որ անիկա մաքրվի, այնադեն կհասկանանք, որ Աստված հոն է արդեն, միշտ հոն է, միշտ կխոսի։ Ուրեմն սիրելիներ, Քրիստոսին հանդիպիլ, անոր քալուստին պատրաստ լալ, Աստուծո մասին մեր քաղաքարները միշտ զարգացնել են գուքա։ Պետք է հետս հետը հասկանանք, թե ինչպիսի Աստուծո հետ է մեր գործը։ Միշտ մեր աչքերուն անիգա զարմանք պիտի լա, միշտ հրաշալի պիտի լա։ Եվ մենք ամեն դե պետք է գտնենք Աստված։ Երբ որ եկեղեցագամը Ամերիկա գուզե երթալ այդ մեծ նավերով Transatlantic ասված, ամեն օր 15 օրվա ճամփորդություն է, ամեն օր այդպես գնստի հորիզոնը գտիտե։ Պարապ հորիզոն, փամը չկա, ծով, օվկիանոս միայն։ Իվերջո նավորդներն մեկը գսե որ հայր գսե, ինչ կնայիս, ինչ կտեսնես, ժամերով այդպես կնայիս։ Գսե որ Աստված, միայն Աստված կտեսնես։
Հիմա այդ մարդն ալ գնայի հորիզոնին, միայն հորիզոն կտեսնե։ Երբ որ հիմա քարունի եկած է, ծաղիկներ փացած են, ծաղիկներ դված են, ինչ կտեսնես ոն։ Աստված կտեսնես, Աստուծո մատերը կտեսնես, ամեն նոր ծնած մանուկին մեջ Աստուծո հրաշքը կտեսնես, երբ որ սարդմը իր ոստայնը կհյուսե, կտեսնես Աստվածոն, եթե չես տեսներ, ուր պիտի գտնես Աստված։ Եթե գուզես փնտրել Աստված, քու ուզած սևովդ, երբեք պիտի չգտնես, անաստված պիտի դառնաս։ Որովհետև Աստված մեր ուզածին պես մեզի տեսնվելու, հայտնվելու ստիպված չէ։ Մենք պիտի գտնենք, մենք պիտի հասկանանք, մենք պիտի մոտենանք անոր իր ուզած սևով։ Այո, սիրելիներ, պետք է Դեր Հիսուսը լավ թիմավորենք մենք։ Այսօր լավ պետք է թիմավորենք։ Դեր Հիսուս Սուրբ մգրդությամբ եկավ մեզ։ Անոր մահվան եւ հարության միացանք։ Ամեն հաղորդությամբ մեզի հաց ու քինը լալորգուկա։ Ամեն ավետարանի ընթերցումին անիգա մեր միտքին մեջ խոսք եւ խաղապար ու լալորգուկա։ Երբ որ գուսենք իր հոգին գայցել է մեր սիրտերը, Քրիստոս ներկա է, միշտ ներկա է։ Ինքը Աստված է, Աստուծում է, լույս է, ճշմարիտ Աստված է, ճշմարիտ Աստուծում է, ինչպես Նիգյո ժողովի հավատամքին մեջ մենք ամեն անգամ գարտահայտվենք։